Ընկերներ, ողջույն։ Այս անգամ Ռուբիկին եմ Ռուբինյան ուզում անդրադառնալ, ով տնտետ Գոյլյանուն ազգանունով է տղուն, ով համալ ազգային ժողովի փոխնախագահ աշխատում։ Իրան չեմ ասի ապեկամ ընկեր, քանի որ ինձ ահագին ջահել է տարիքով ու որ sense մեծ բան կա, չէ՞, մարդու աշխատանքային բանը կարիերան սկսել է 2018 թվականից, իսկ մեր հայերիս մոտ տենց ընդունված բան է եղել, չէ՞, ով տենց երկար չի աշխատել, իրեն մեծ վատանուն կա դրանով են դիմում։ Լավ, մի պահ վերանանք այդ մտքից, բայց տեսա երեք այդ երիտասարդը տենց թերաշփահած լուրջ դեմքի արտահայտությամբ էլի մեծ ռիլ ա նկարել, որ Ռուսաստանի Դաշնությունից, Եվրոպայից, ԱՄՆ-ից, եթե դուք գաք հանկարծ բան ստեղ, հարգելի հայ ժողովուրդ, ընտրակաշարքի բանի տակ, մենք հատուկ ծառայություններ, ոստիկանություն, լսի ապը, ուրեմն։ Հիմա ասացի ապը, բայց տենց ապեն այնքան որ եմ ասում, լսի Ռուբեն։ Ես ունեմ շատ բարեկամներ, որոնք ապրում են Եվրոպայում, Ռուսաստանի Դաշնությունում, ինչու՞ չէ նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Եվ այդ մարդիկ ամեն տարի ընտրություն եղել է, չի եղել, չգիտեմ, ամեն տարի այդ մարդիկ մայիսից գալիս են, մայիսի վերջից մինչև հունիսի վերջ, հուլիս մնում են Երևանում եւ հետո հետ են վերադառնում կոնկրետ այն երկիրը, որտեղ որ մշտական բնակություն են հաստատել։ Բոլորը ՀՀ քաղաքացիներ են, ունես չի որ հրաժարվել են ՀՀ քաղաքացիությունից։ Հիմա ի՞նչ է նշանակում։ Ես ունեմ ընդդիմադիր հայացքներ եւ ինքս էլ հանդիսանում եմ Ուժեղ Հայաստանի թիմի անդամ։ Եթե իմ բարեկամները, իմ հարազատները, իմ ընտանիքի անդամները մայիսի վերջ կամ հունիսի սկիզբ գալիս են Երևան, մտել տենց դրած ասում եք բան, այդ քրեական գործ, հակակոռուպցիոն բանը, մեծ մարդ է կարա։ Այս ինչի է կպել։ Զգում եք, չէ՞ որ արդեն խնդրեմ ունեք։ Դրա հիմա էլ անես բաների եք կպնում, որ ընդհանրապես չի աշխատելու։ Հանգստացեք տղերք, արդեն ոնց որ բոլոր սահմաններն եք հատում։ Ընկերներ, պետք է աշխատենք սրանց մուտիտներին չտրվել։ Այսքան մի բան։ Լավ եղեք, ձիգ մնացեք ժողովուրդ ջան։ Կհանդիպենք։